Համալսարան ընդունվելուց, որ ասենք, եթե կոնկրետ նույնիսկ մասնագիտություն ես ընտրում, դու դեռևս չես պատկերացնում, դրանով ուզում ես զբաղվես, թե չէ։ Դուք ստեղծել եք մի product, որը փրկելու է, փաստացի բառի բուն իմաստով փրկելու է օֆլայն ռիթեյլի, օֆլայն խանութների, հագուստի խանութների կամ այլ օֆլայն խանութների կյանքը։ Իմ կարծիքով հաջողության ամենալուրջ գրավականներից մեկը, երբ որ պահը ձեռքդ բաց չես թողնում։ Ռոբոտ, որը գիտի քեզնից լավ, գիտի դու ոնց ես ծախսում, ինչ տրամադրության մեջ ես, վճարունակությունդ ինչքանով է այդ պահին։ Կանանց 90%-ի համար տոպրակներով ման գալը գնում կատարած դա համարվում է գերագույն հաճույք։ Marketplace-ի հետ, երբ որ դու շփվում ես, այդ ոնց որ շփվես կազինոյի հետ, դու երբեք հաղթող չես, էլի։ Ողջույն բոլորին, մենք այսօր ունենք շատ հետաքրքիր հյուր, շատ գեղեցիկ անունով իդեպ, ու շատ հետաքրքիր դիալոգ է մեզ սպասվում, ինչպես եւ Կապիտալիստ պոդքասթի յուրաքանչյուր հաղորդումը, որը մեկը մեկից տարբերվում է մեր հյուրերի խորությամբ, առանձնահատկությամբ, տեսակով եւ այսօրվա իմ հյուրը էլի շատ հետաքրքիր գործարար է, բազմակողմանի զարգացած մարդ է ու մեր երկրի, մեր տնտեսության համար շատ կարևոր գործ է անում։ Բայց մինչև իմ հյուրին ներկայացնելը ես ուզում եմ խոսամ մեր պոդքասթի գործընկերներից։ Մենք ունենք երկու գործընկեր այսօրվա պոդքասթի շրջանակներում։ Առաջինը Spin Production ընկերությունն է, որի հարկի տակ մենք նկարում ենք մեր պոդքասթները։ Երկրորդ ընկերությունը Փարվանյան Consulting ընկերությունն է, որը իրականացնում է ֆինանսական կառավարման ծառայություն, ստուգումների պատրաստելու ծառայություն, պարտատոմսերի թողարկման աջակցություն, հաշվապահական հաշվառման ծառայություն եւ այսօրվա իմ հյուրը System 1 ընկերության բաժնետեր եւ կոմերցիոն տնօրեն, Մակիչյան Consulting ընկերության հիմնադիր Գրիգոր Մակիչյանը։ Գրիգոր ջան, բարև ես եկել։ Շատ ուրախ եմ, որ դու այսօր իմ հյուրն ես, որովհետեւ քեզ ճանաչելով մեզ շատ հետաքրքիր դիալոգ է սպասվում։ Դու այն մարդկանցից ես, ում հետ կարելի է անվերջ խորհրդակցել, անվերջ քննարկել եւ բարդ թեմաներ, եւ հեշտ թեմաներ, եւ դու ցանկացած խորհրդության մեջ, դիալոգի մեջ քեզ շատ կոմֆորտ ես զգում, այդ ինձ դուր է գալի։ Իդեպ այդտեղ ուղիղ կապ ունի նաեւ քո անունը։ Այդ պատահական չի։ Ու սկսենք մեր դիալոգը, ես կուզենայի մի քիչ քո կյանքից պատմել, ոնց է սկսել, երբ է սկսել, ոնց է եկել նրան, որ հերիքշի ավտոմատացնում եք բիզնեսը, նաև դրա հիման վրա շատ լուրջ պրոդուկտ եք ստեղծել եւ այդ պրոդուկտը իմ կանխատեսումներով, չգիտեմ ձերը ոնց է, այդ պրոդուկտը փրկելու է ռիթեյլը, ռիթեյլ on-line-ը off-line-ի պատերազմում օգնելու է, որ off-line-ը եթե չհաղթի, գոնե չպարտվի։ Ֆիզիկական խանութների զենք ենք մատակարարում։ Այո, ֆիզիկական խանութների թվային զենք եք մատակարարում, այս պատերազմ, երբ on-line-ը ամբողջությամբ, ոնց որ ասած, ամեն տարի ավելի ու ավելի է խլում off-line-ից իր շուկան։ Բայց մինչև դրան գալը ես կուզենայի դու պատմիր, դու ոնց ես սկսել բիզնեսը, ոնց ես եկել բիզնեսի աշխարհ ու կրթությունից կարանք սկսենք։ Կրթությունս համալսարանը ֆրանսիական համալսարանն է, որտեղ ավարտել եմ բակալավրիատը, հետո մագիստրատուրան հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնում եմ անցել, բայց ավտոմատացման հետ ոնց որ առաջի առերեսումը եղել է 2008 թվականին, երբ որ պրակտիկայի անցնում Պարադիգմա Արմենիա ընկերությունում, հիմա եթե չեմ սխալվում, վերափոխվել է, բայց այն ժամանակվա ամենահզորագույն ընկերություններից մեկն էր։ Առաջ անգամ ոնց որ ավտոմատացման համակարգ, հաշվապահ համակարգին այնտեղ եմ ծանոթացել։ Ու այն ժամանակ մա շատ կարևոր բան կա, էլի։ Ինչ որ մի կետից մարդը փնտրտուքների մեջ է, ուզում է հասկանա թե ուր է գնում, որն է իր այն կետ, ինչով է ուզում զբաղվի։ Ցավոք համալսարան ընդունվելուց, որ ասենք, եթե կոնկրետ նույնիսկ մասնագիտություն ես ընտրում, դու դեռևս չես պատկերացնում, դրանով ուզում ես զբաղվես, թե չէ, որովհետև այդ ընտրության վրա մի շարք գործոններ են ասում։ Ընտանիքն է ուղղորդում այդ ուղղությամբ եւ այլն, հա։ Այդ սովորելու process-ում դու նաեւ չես կարողանում լավ սովորել խոսքի մասին, հա, որովհետև չես կարողանում հասկանալ այդ գիտելիքը թե որտեղ ես կիրառելու։ Հետաբար այդ տեսանկյունից ոնց որ շատ կարևոր է դառնում, երբ որ երկրորդ կուրսից սկսած դու փորձում ես բան անել,
ինչ որ միտեղ պրակտիկայի անցնել կամ ինչ որ մի աշխատանք կատարել, Որ բաժիններ սովորում։ բանը management։ Այս Ու հետաքրքիր է, ես 2002 թվականին ընդունվել եմ, 4-ին մնացել եմ նույն կուրսում, հետո գնացել եմ բանակ, հետո եկել, նոր շարունակել եմ, հա։ Ընդունվել եմ լավ արդյունքներով, վատ արդյունքներով մնացել եմ նույն կուրսում, Իսկ մի տարի նորից սովորել ես։ հա, դե նույն կուրս մնացա, եկել եմ կրկնել եմ, հետո ավարտել եմ, հա։ Երբ որ եկա ոնց որ բանակից հետո եկա փորձեցի նորից սովորել, այդ ժամանակ համընկավ ոնց որ գնացի պրակտիկայի ու հասկացա իմիջիալս բան, շատ հետաքրքիր բան էլ կար, երբ որ համալսարանը ավարտեցի, սկսեցի աշխատել, այն ինչ որ վերջի տարիներին չէի սովորում կամ մատների արանքով էի նայե, այդ լեկցիաները ճարացի սկսեցի կարդալ, որովհետև հիշեցի, որ էսի անցնում ենք, այս դրա համար էր պետք։ Նման ոնց որ սկսեցի շատ կարևորել։ 2008-ին երբ որ պրակտիկա անցա առաջի անգամ ոնց որ ծանոթացա այդ համակարգի հետ, ես հասկացա, որ ոչ թե այդ ժամանակ գնում էի դեպի հաշվապահ դառնալու ճանապարհով, անկեղծ ասած։ Ես հասկացա, որ չեմ ուզում հաշվապահ դառնալ, այլ ուզում եմ տիրապետել այս համակարգին եւ բոլոր հաշվապահներին խորհրդատվություն տալ։ Եվ բան արեցի։ Հիմա դե խումբ ուներ, չէ՞։ Հաշվապահների գործից հետո անկերոջս հետ Արտուր հետ ենք հիմնադրել 2011 թվականին։ Կա չէ՞ այդ խումբը։ Հա, կա իհարկե կա։ Մասնագիտական ամենամեծ խումբն է։ Կա բանը նեղ մասնագիտական taxpayers and taxes, փայլակն է ոնց որ հիմնադրել։ Այնտեղ ոնց որ շատ ավելի բարդ հարցեր են քննարկում, մեր մոտ շատ ամեն տեսակի հարց կարան քննարկեն։ Դες դուք չմոնետիզացրեցիք, չէ՞ դա ռեսուրսը։ Չէ, ճիշտ ասած։ Անվճար ռեսուրս։ Անվճար ռեսուրս է։ Իսկ սկզբանե նպատակն էր, քանի որ այդ պերիոդում շատ էինք շփվում հաշվապահների հետ, փորձում էինք մի հատ միջավայր ստեղծել, որ հաշվապահները գործից հետո հաճելի զվարճանքի ինչ որ մի հատ միջոց լինի։ Այդ հետո հասկացանք, որ հաշվապահները գործից հետո ինչ են անում, աշխատում են։ Էլի։ Դու պետքա որ իմանաս, ինքդ հաշվապահության մեջ եղել ես։ Գիտեմ։ Լավ, օքեյ, երբ հիմնադրեցիր Մակիչյան Consulting-ը։ Մակիչյան Consulting-ը 14-ին, երբ որ դուրս եկա հայկական ծրագրերից, դա շատ հետաքրքիր։ Հայտնվեցի մի հատ իրավիճակում, որտեղ պարզապես ոնց որ գոյատևելու հարց կար։ Ոնց որ ապրուստի հարց կար։ Հա։ Ու առանց վարանելու, հենց ոնց որ դուրս եմ եկել, առանց վարանելու առաջի բան որ արել եմ, ասել եմ անհատական ոնց որ նմանատիպ ծառայություն եմ մատուցում։ Որի ՀՑ-ի բազայի վրա։ Սկզբից ֆիզանձով որպես, հա։ Հետո նա շատ հետաքրքիր բան դուրս եկավ, ՀՑ-ի իմ գործընկերները համարս փոխանցել էին մի կնոջ, որ ծնվել էր Ուկրաինայում, ուկրաինացի էր, ուկրաինուհի էր, ապրում էր Ֆրանսիայում, աշխատում էր Ամերիկայում, գործուղվել էր Հայաստան, ասես շուտ ճանապարհ էր անցել, եւ իրանց պետք էր ինչ որ մի հատ խոշոր ընկերություն Հայաստանում գնել էին, այնտեղ պետք էր ավտոմատ ասնել հաշվապահությունը, հին սիստեմից նոր անցում կատարել։ Հեռախոսով խոսալու ժամանակ հարց տվեց, ասեց ձեր կազմակերպությունա թե անհատ եք, ասի կազմակերպություն է, ինչ լուրջ ընկերություն ենք։ Հա, ալբոյ տվեցի գնացի պետրեգիստր։ Որտե համանգավ ծննդյանս օրվա հետ։ Ասենք ապրիլի 7-ներ։ Մտել եմ պետրեգիստր, տեղում գրանցել եմ կազմակերպությունը։ Հոտը սկսել եմ ոնց որ մասնագիտական ոնց որ այդ կամած օֆիսը ախպերս Շինյանթի խանութում էր 15-րդ կվարտալում։ Շինյանթի խանութում իր օֆիսում էի նստում, այն օֆիսային հատվածում էի նստում խանութի։ Հետո տենց կամած սկսեցինք ոնց որ թիմ հավաքել ու զբաղվել այդ գործունեությամբ։ Սկզբում մենակ հայկական ծրագրերի պրոդուկտներն էինք ներդրում։ Հետո սկսեցինք սեփական ոնց որ լուծումները մշակել։ Իսկ նաև դուք ունեք ծրագրավորողներ, ովքեր հենց իրան գրում են։ Մենք ունենք հիմա հիվանդանոցների ավտոմատացման սեփական համակարգը, hospital management համակարգը։ Մենք ստեղծում ենք մեր ERP համակարգը, ոնց որ այդ ճանապարհին ենք, որի մոդուլները առանձնակի տարբեր կազմակերպություններով աշխատում են։ Ու տես ինտեգրացիոն գործիքներ եւ այլն։ Մակիչյան Consulting-ի հաջորդ քայլը եղավ System 1 ընկերությունը։ System 1-ը շատ ոնց որ հետաքրքիր ստացվեց։
ուրեմն System 1-ի շատ հետաքրքիր ընկերություն է, Հա։ շուտով շատերդ կլսեք այս բիզնեսի մասին, Հա։ ու մենք հիմա երևի առաջի public բանն է, որ մենք խոսում ենք այս product-ից, ճիշտ է։ Հա։ Դեռ դուք ոչ միտեղ ոչ մի բան չեք ասել։ Չենք ասել, ոչ միտեղ չենք հայտարարել, միայն ոնց որ հիմա B2B տենց վաճառքների ժամանակ ենք խոսում, շատ համանապակ թվով մարդիկ գիտեն դրա մասին, մարտի 1-ի շուկա ենք մտնելու եւ ոնց որ բոլորը կլսեն։ Այդ շատ հետաքրքիր եղավ, ես ունեմ այսպես կյանքի մի փիլիսոփայություն, այն է բանը որսալ պահը երբեք բաց չթողել, որովհետեւ իմ կարծիքով հաջողության ամենալուրջ գրավականներից մեկը, երբ որ պահը ձեռքդ բաց չես թողնում։ 2 տարի առաջ Seven Startup Summit-ի ժամանակ դե տղեկին ես հիմնադիրներին վաղուց էի ճանաչում, տեսա շփում էր եղել։ Տենց մի ամբիտ տեսանք, բարևեցինք, ինչ կա, չկա եւ այլն, ոնց ու գնաց ու տենց հասկացա, նախկինում գիտեի ինչով են, որոշակի առումով աշխատել էինք, հասկացա թե ուր են հասել, տեսա մեծ ապագան էս ամեն ինչի մեջ։ Որսացի պահը, միացա թմին եւ ոնց որ գնացինք առաջ։ Okay, հիմա դուք ստեղծել եք մի product, որը փրկելու է, փաստացի բառից բուն իմաստով փրկելու է offline retail-ի, offline խանութների, հագուստի խանութների կամ այլ offline խանութների կյանքը, որովհետև մենք գիտենք, որ on-line-ը այսօր մարդիկ նույնիսկ կոճառը կարան պատվիրեն որևէ on-line սերվիսի միջոցով ու տանը ստանան, այսինքն սնունդը կարան պատվիրեն, չի մնացել այնպեսի ապրանք, նույնիսկ ես նոր լսեցի մեր ընկերներից մեկը անվադող էր պատվիրել on-line խանութի միջոցով, կահույք, իդեպ ասեմ կինս որ պատվիրում է, բոլորից կանայք էլ գիտենք, չէ՞ որ ասենք Wildberries-ի կամ մնացած on-line ծառայությունների մեր գումարների մի մասը գնում է այդ կողմ, էլի սենց մեղմ ասած։ Առուծի բաժին։ Այո, նույնիսկ ես վերջերս տեսա կինս փոքրիկ կահույքի դետալ էր պատվիրել, փոքր կահույք էր պատվիրել Wildberries-ից, ապշելու բանը։ Հիմա դուք եկել եք ու ասում եք մի րոպե, մենք կարող ենք լուծենք հարցը։ Իդեպ փաստ չի, որ ինքը դա կարողացել է էժան գնել։ Որտեղ մեկ շաբաթ առաջ մեր ընկերները մանկական մահճակալ էին ման գալիս, իրանց ուզած գույնը չկար, բայց լրիվ ասի եկեք մի հատ հետարքիրա Wildberries-ում տեսնենք։ Մեր գործընկեր BB.KTM խանութում Արշակունյացի վրա։ Իրանց մոտ իրանց ուզած գույնը չկար, հետարքիր նայեցինք, ուրեմն այդ ապրանքը առանց զեղչի 47000 դրամով էր խանութ սրահում, իսկ Wildberries-ում 66000 դրամ։ Մի քիչ փոքր առաջ անց այս դեպքը պատմեցի, հիմա հետ գամ սկիզբ։ Պետք է հստակ on-line ասելուց պետք է հստակ տարանջատել երկու բան՝ on-line խանութ եւ marketplace։ Շատ ժամանակ on-line խանութները եւ ֆիզիկական խանութները բարիկադի էս կողմում են, marketplace-ները էս կողմում են։ Մանրածախ առևտրում վարկագիծը փոխվել։ Այսօր ֆիզիկական խանութները բավականին տուժում են։ Շատերը փակվում են, շոուրում են դարել, այո։ Մարդը մտնում է խանութ, շոշափում է ապրանքը, եթե դա հագուստ է, փորձում է, չափսը, գույնը, նույնիսկ հոտ է քաշում, իրոք վերջում նկարում է, վերջում այդ ապրանքը նկարում է եւ շատ արագ, ոնց որ on-line-ում դա կարողանում է գտնել, ին համեմատել։ Սրան շատ լավ բացատրություն է տալիս Դենիել Քեյնմանը, որը վարկագծային էկոնոմիկայի հայրերից է, 2002 թ չեմ սխալվում, նույնիսկ Նոբելյան մրցանակ է ստացել այդ կապված։ Քեյնման ինչ ասում է, ասում է ցանկացած մարդ ունի մտածողության երկու սիստեմ, սիստեմ 1 եւ սիստեմ 2։ Սիստեմ 1-ը հիմնված է մարդու հիշողության, փորձառության, էմոցիաների վրա, ինքը շատ արագ է որոշում կա։ Սիստեմ 2-ը դանդաղ է, ինքը ալարկոտ է, ինքը մտածում է, համադրում է։ Օրինակ բերեմ, ասենք, եթե քեզ հարցնան 2 գումարած 2, արագ պատասխանում ես 4։ Այո։ Եթե ասեմ 12 անգամ 56, դու ինչ որ բանաձևով սկսում ես հաշվարկել, դի քո սիստեմ 2-ն է։ Եթե դու ամեն անգամ տնից, երբ որ գնում ես դեպի աշխատավայր ու ճանապարհին քեզ կզանգեն ինչ որ բարդ հարցով, դու շատ հանգիստ կարողանաս խոսալ, որովհետև ճանապարհդ քշում է սիստեմ 1-ը։ Հերիքա ճանապարհը փոխես, անձրև լինի, չգիտեմ, խոչընդոտ լինի, դու այդ մարդն ասում ես սպասի տեղ հասնեմ, խոսանք, որովհետև սիստեմ 2-ը միանում է ճանապարհը քշելու համար։ Այո։ Ինչ համար եմ սա պատմում։ On-line-ում էժան է,
գնամ on-line-ից առնեմ, Wildberries-ում էժանական ուզում եւ այլն, դա մարդու համակարգ մեկ է այնքան են աշխատել, որ մոտ ավտոմատ գալիս է, վсё, on-line-ը մեժանա գնամ։ Ինքը նույնիսկ բան է, դա շատ արագ, էմոցիոնալ, իմպուլսիվ բան է։ Նույնիսկ չի մտածում, չի ուզում համադրի, հա, գիտի որ on-line-ը մեժանա։ Այնից այսօր շատ փաստերով կարող ենք բացել եւ ցույց տալ, որ Երևանում շատ ապրանքներ շատ ավելի էժան են կամ նույն գնին են, ինչ որ Թեմուում, ինչ որ Wildberries խանութում դրած։ Դա շատ հեշտ ապացուցող բան է, բայց մարդու համակարգ մեկ է այնքան են աշխատել, որ շատ արագ ինքը կարողանում է դրան բանալ եւ դրա հետևանքով ոնց որ նաեւ ձևավորվում է շոուրումինգը։ Մարդու բան է, համակարգ 2-ը իրան բերում հասնում է խանութ, որտեղ համադրելու եւ համադրելու բան ունի, հա։ Մեր գադջետները այնքան հեշտացել են, որ համակարգ 1-ը արագ դա սկանանում եւ գնում on-line-ից առնում է։ Հասկացա։ Վարկայասիր։ Հա, բայց այստեղ մի հատ բան եմ ես նկատել, ասեմ, դες ճիշտ եմ նկատել, թե չէ։ Ես նույն product-ը իմ էջով եմ նայում, ինձ ուրիշ գինա բերում, իմ կինն է նայում, իրան ուրիշ գինա բերում։ Հա, նայ, սա գալիս է նրանից, որ այսօր ֆիզիկական խանութները ունեն շատ երկու հատ լուրջ խնդրեմ, որը ունի marketplace-ը։ Դա, ասենք ասեմ, ինչի հետևանքն է։ Առաջին մեծ խնդրեմը, որ կա, ֆիզիկական խանութը այսօր ունի data։ Այո։ Չունի։ Հիմա շատերը կհամադրեն, կասեն ոնց է, գնացել ենք CRM ունենք մեջը գրանցել։ Դրել ենք, մակիչանցը դրել ենք CRM։ Այսօր աշխարհում ցանկացած լոյալության համակարգն է CRM համակարգը կլինի, ինքը ցույց է տալիս նախկինում տեղի ունեցած data։ Այո։ Այս մարդը, այս ինչ սեռի, այս ինչ տարիքին պատկանող, այս ինչ թվականներին, այս ինչ ապրանքներն է գնել։ Այո։ Բայց այդ մարդը հենց այս պահին ինչ է ման գալիս, ինչ է ուզում, դրա մասին ֆիզիկական խանութը ինֆորմացիա չունի, բայց marketplace-ը ունի։ TikTok-ները, Instagram-ները, գադջետները, մի խոսքով, այդ ամեն ինչը դա բարձր ինֆլուենսերների բանի մասնակցությամբ շատ արագ կարողանում են ներազդել մարդու վրա, մարդու մոտ բանա փոխվում, այսինքն ճաշակ է փոխվում, ցանկություններ է փոխվում, ու այս դատան, հա, վարկագիծ է փոխվում։ Ու այս դատան չունի ֆիզիկական խանութը։ Եթե իր մոտ նշած էր, որ Գրիգորը միշտ Navy Blue է հագնում, այդ չի նշանակ, ու իրանք մարքեթինգը դրա վրա է կառուցում։ Այսօր մարքետոլոգները շատ են երազում ունենան գործիքակազմ, որպեսզի կարողանան բան անեն, հասկանան հաճախորդի պահանջմունքը եւ դրա վրա ներազդեն։ Այո։ Բայց marketplace-ը այդ ամեն ինչը ունի։ Եվ marketplace-ի մյուս ոնց որ կարևոր կետերից մեկը այն է, որ դու շատ ճիշտ ես ասիր, ինձ կառաջարկի ուրիշ գին, այն մեկին կառաջարկի մեկ այլ գին։ Խանութերում static pricing-ի տեխնոլոգիան է։ Այո։ Այսինքն այս ապրանքն գին դրածա, ֆիքսացա։ Ֆիքսացա եւ հետագա զեղչեր բոնուսային համակարգ այդ գնի շուրջ է տեղ ունենում։ Marketplace-երում դու մտնում ես, տեսնում ես ինչ որ մատ գին զեղչած, այսինչ գին հատուկ քեզ համար։ Marketplace-ը հասկանում է, թե դու ով ես, ինչ հեռախոսից ես մտել, ում հետ ես շփվում, ուր ես հաճախվում, որպես գնորդ ինչ վարկագիծ ունես, աղա ես, աղա չես։ Ինչ է տեղ ունեցել քո կյանքում, երեխա է ծնվել, ամուսնացել ես, բնականոն ես վերանորոգում։ Հասկանում է այդ բանի պահանջմունքը եւ հասկանում ինչքան կարա մաքսիմալ թանկով քո վրա այդ ապրանքը ծախի եւ ծախում։ Հնարավոր ամենաթանկ գնով առաջարկում։ Այո։ Սա կոչվում է dynamic pricing-ի տեխնոլոգիա։ Նրանք շատ լուրջ ալգորիթմներ են։ Ստոպ, ստե մի հատ շատ կարևոր կետ է։ Այսինքն, բոլոր նույն booking-ը, եթե հյուրանոց եմ book անում, իմ հետ աշխատում է էլի dynamic price-ի տեխնոլոգիայով։ Սա առաջինը ներդրել են ավիատոմսեր վաճառողները 80-ականներին, եթե չեմ սխալվում, հա։ Դու կարող ես փորձես քո հեռախոսով, որ iPhone-ը մտնես ինչ-որ բան նայես եւ դու զգաս ինչ-որ մի հատ հին նոթբուք բացես, նույն բանը մանկաս, մեծ հավանականությամբ տարբեր գներ կտեսնես։ Walmart-ը, եթե չեմ սխալվում, 2015 թվականի մոտ $3 միլիարդ գնում է իր dynamic pricing-ի տեխնոլոգիան, որը երկու մաթեմատիկոսների ալգորիթմի վրա է լինում։ Այդ տեխնոլոգիան ներդնելուց հետո երամսակը փակում է մոտ 20% աճով, չեմ սխալվում։ Ժամանակակից ալգորիթմները իրանք նույնիսկ հասկանում են, թե նորությունը ոնց է մարդու վրա ազդում եւ իր գնման վրա ազդում, դրսի եղանակը ոնց է ազդում մարդու վրա, հա։ Ինքը հզոր զենք է, որը չունի այսօր ֆիզիկական խանութը։ Եվ դու սա գալիս որ ֆիզիկական խանութը թրով կռվում է թնդանոթի դեմ, անկեղծ ասած։ Դե հա։ Այսինքն այնտեղ աշխատում է մի հատ ամբողջ AI,
ռոբոտ, որը գիտի քեզնից լավ, գիտի դու ոնց ես ծախսում, ինչ տրամադրության մեջ ես, վճարունակությունդ ինչքանով այդ բային ավել պակաս բարձր ցածր ու հնարավոր մաքսիմում շահույթն է քեզանից ստանում։ Այո, որն է քեզ ըստ քեզ ժամանակակից աշխարհում կապիտալի բանաձև, ինչա կապիտալը։ Որպես գլուբ կապիտալի հիմնադիր, իմ կարծիքով կապիտալը դա ամենաթանկ կապիտալը, իհարկե դա մարդն է, առողջությունն է մարդու, երիտասարդությունն է, այս բիզնեսում երևի թե տեխնոլոգիական, դատայից սկսած, էլի։ Ճիշտ նկատեցիր։ Դատան հավասար է կապիտալին, իսկ big data-ն հավասար է մեծ կապիտալին, օլիգարխիկ, հա։ Այսօր ամեն ինչի հիմքում դատան է։ Դե ոնց ես կարողանում այդ դատան հավաքես եւ ոնց ես կարողանում այդ դատան օգտագործես։ Այսօր եթե գումարենք, չգիտեմ, ասենք հետ սովետական տարածաշրջանի բոլոր տաքսապարկերը միասին, որոնք սեփական ոնց որ գույքով են, եւ դա համադրենք Yandex-ի հետ, Yandex-ի կապիտալիզացիան մի անգամներով ավելի շատ կն քան թե իրանցը։ Yandex-ի հիմքում դատան է։ Այսօր դատան որոշիչ է։ Այո։ Դու տիրապետում ես դատայի, ունես փող, որտեղ դրա ացենցիալը արդեն իսկ փողն է։ Այո։ Այդ առումով մարքեթփլեյսները շատ ագրեսիվ են զարգանում եւ կարողանում են փող աշխատել ի հաշիվ հիմնականում ֆիզիկական խանութների։ Մաքսիմում փողը որ գեներացնում են, այդ ոնց է բաշխվում իրանց մոտ։ Marketplace-ի դեպքում դա հենց marketplace-ի շահույթն է, թե այդ ապրանքը արտադրողի հետ իրանք ինչ որ ձևով կիսվում են կամ ինչ որ ձևով բաշխվում այդ։ Չէ, ապրանքը արտադրողը տարբեր սխեմաներ կան։ Կարաս սեփական ոնց որ խանութ ունենաս, այդ պլաշատկան օգտագործելով քո ապրանքը ծախես եւ միջնորդավճար վճարես։ Կարաս վաճառես իրանք այդ ապրանքը ոնց որ ծախեն եւ բանանեն։ Բայց այստեղ նաեւ պետքա տարանջատես հետեւյալը։ Շատ սեփական բրենդի ոնց որ owner-ներ, սեփականատերեր իրանք ապրանքատեսականին մարքեթփլեյսներում վաճառում են։ Շատ խանութներ, որոնք ֆրանչայզիներ են եւ այլն են համանման ապրանքներ, այդ ապրանքները նույնպես վաճառվում են մարքեթփլեյսերում կամ իրենց կողմից, կամ մեկ այլ անձի կողմից։ Բոլորի դեպքում էլ իրանք տուժում են։ Որովհետեւ մարդը գալիս է խանութ, գնում է մարքեթփլեյսից առնում, այսօր Amazon-ը ունի գործիքակազմ, կարող մտես ֆիզիկական խանութ, սկանանես ապրանքը, Amazon-ը հասկանում է թե դու որտեղ ես գտնում, որ լոկացիայում ես գտնում, մտեղ այդ ապրանքի ինչ արժի, ասում է Amazon-ում ավելի էժան կտամ քեզ։ Դուս եկավ այդ խանութը դարձավ շոուրում Amazon-ի տեսանկյունից։ Արտադրողները ինչ խնդրեմ ունեն։ Տես դու կարաս այսօր Valveris-ից պիջակ պատվիրես կամ չգիտեմ Lambda-ից, Valveris-ան շատ չտանք, հա։ Պիջակը գա, պիտակը ներս թաքցնես, գնաս ինչ որ մոտ միջոցառման մասնակցես, մեկ գինի խմելուց թեթև լաքան ես տեղ, բերես հետ հանձնես, վերադարձ կազմակերպես, վերադարձ անողը չխորանա չուսում, չներանում սովորաբար, տենում պիտակը վրենա ժամկետի մեջ այդ ապրանքը վերադարձ են անում, հա։ Վերադարձ անելու ժամանակ ճանապարհից ինչ որ մեկը կպատվիրի, որտեղ արդեն գնացել է ստոքամատը, չէ՞, այդ ապրանքը կգնա Y կետ, այդ մարդը կբացի, կտենա որ իրան լաքապատ ապրանք է եկել, կմտի մի շատ վատ ռևյու կգրի։ Ահա։ Բիզնեսը տուժեց ծրավանքում։ Այսօր բիզնեսին շատ ավելի ձեռա տալիս արտադրողին, որ այդ ապրանքը վաճառվի իր ֆիզիկականից կամ իր on-line-ից։ Մեկը marketplace-ով թվում է թե ինքը կարողանում է մեծ ոնց որ ծավալի վաճառ կանել։ Marketplace-ները որոնք են, ասես անունները, Amazon, eBay, Temu, Valveris, Ozon։ Okay։ Marketplace-ն միջավայրն է, որտեղ կան տարբեր խանութներ, մեկից ավել։ Marketplace-ի գործիքակազմով on-line խանութներ շատ քիչ են, որ ասենք մոնոբրենդն ինչ որ մեկին են պատկանում, հա։ Ու շատ հաջողակ են օրինակ։ Այդ marketplace-ի մեջ կա data ամեն ինչի մասին, այս մարդը, այս բաժակն առ, այս տաբատն առ, այն առ եւ այլն։ Մենակ օրինակ dynamic price-ը կներես, մեզ արդեն լիքը բանի մասին է պատմում, որ իրանք մեզ ավելի լավ են ճանաչում նույնիսկ քան մենք ու մեր վրա միշտ աշխատում են ամենաշատ շահույթ ունենալու լոգիկայով։ Նույնիսկ օրինակ ես կարծում, եթե դու մի միավոր բան ես առնում, ինքը գիտի որ դու այդ մի միավորը առնես, ելի ես բաները առնելու, կարող է այդ մի միավորը քեզ շատ էժան գնով տա ու դու մտածես որ էժան է ու առնես հետո էլի։
Այսինքն փաստացի marketplace-ի հետ, երբ որ դու շփվում ես, այդ ոնց որ շփվես կազինոյի հետ, դու երբեք հաղթող չես, էլի։ Ճիշտ ես ասում, օրինակ շատ marketplace-եր հենց gambling-ով զբաղվող կազմակերպություններ են գրել։ Նայ, յուրաքանչյուր մարդ ծնված օրվանից ցանկացած բան հեշտությամբ յուրացնում է խաղերի միջոցով։ Եթե կա խաղ, ապա դա քեզ հետաքրքիր է, դու սովորում ես։ Նմանատիպ պլատֆորմաները հենց կառուցած այդ սկզբունքի վրա քեզ խաղացնում են։ Այո։ Դու այդ ոնց որ այդ հաճույքը փորձում ես այդտեղից ստանաս։ Այո։ Եվ որի արդյունքում կարող է մեկ էլ տնես հոп մի 100,000-ի բան ես առը, որը քեզ պետք չէր ընդհանրապես։ Իսկական է։ Լավ, օքեյ, հիմա եկանք խանութին։ Խանութը փաստացի քո ասած թրով կռվում է հրանոթի դեմ, ու դուք ստեղծել եք product, որ խանութին տալիս է հրանոթ։ Դրոն, հրանոթին խփելու համար։ Դաժե դրոն։ Okay, լավ։ Դե բացատրի հասկանանք ինչ product է այդ։ Product-ը կոչվում է Bidigo, Bid and Go, Իրասաղեությունը կայանում է նրանում, որ հիշում ես, չէ՞, կա վարքագիծ շոուրումինգի, այսինքն մարդը մտնում է, ապրանքը նկարում է։ Այո։ Մենք հստակ ունենք այդ վարքագիծը։ Հեռախոսը վերցնել, ինչ որ բան նկարել, թե ապրանքի շտրիխը, թե ապրանքից ապրանք ամբողջովին եւ գնել։ Մենք ինչ ենք արել, այս վարքագծի վրա ստեղծել ենք մի հատ միջավայր, ասում ենք, եթե դու դա անում ես։ Էլի նկարի, օքեյ։ Էլի նկարի, բայց այս անգամ սկան ես անում, ապրանքը այդ ֆիզիկական խանութը որտեղ գտնվում է, անմիջապես հայտնվում է քո էկրանի վրա։ Ահա։ Որ հայտնվում է քո էկրանի վրա, բերում է, որ ենթադրենք սա Puma-ի բոթազա, արժեքը 65,000 դրամ։ Ահա։ Մարդը առաջարկում է իր գինը։ Այսինքն սակարկում է, այսինքն ես պատրաստ եմ սրա համար վճարել 59,000 դրամ։ Ահա։ Շատ արագ ստանում է պատասխան, շատ արագ, հա։ Հաստատում, ինքը մի կոճակով գնում է, դուրս է գալիս։ Սա գործիքակազմներից մեկն է։ Այնտեղ ունենք եւ wish-list-ի գործիքակազմ եւ բանանելու, track անելու, թե որ այդ ապրանքի վրա զեղչ կլինի ինձ դրա մասին։ Այսինքն կներես, այդ այն ինչ ինքը պետք է աներ գնար տուն on-line որևէ marketplace-ով աներ, հենց այդ նույն լոկացիայում ինքը ամեն ինչ անում է։ Ինքը ամեն ինչ անում է։ Ես մարդիկ խի են փորձում բան անել, on-line-ից առնել, ավելի էժան է։ Տալերը, որ էլի վարկագծային էկոնոմիկայի հայրերից է, շատ դեռ բացատրություն է տալ, ասում է ապրանքը դա ոնց որ դու ապրանք առնելուց գնում ես նաև արդարացում։ Բայց եղել է հեչ որ ինչ-որ մի բան անես, հասկանաս որ սխալ է, բայց չընդունես դա, այլ փորձես քո վարքը արդարացնես։ Հա, իհարկե, շատ։ Որ on-line գնումը նման է դրան։ Մեկ ես կոլա եմ խմում։ Գիտեմ սխալ է, բայց ասում դե 0 է։ Ստամոքսին օգտակար է։ 0 է։ Լավ կմարսեմ ես։ Այո։ Այդ բանը արդարացումը, որ on-line-ից եւ ավելի խելացի զգալու ոնց որ հակումը մարդուն ստիպում է այդ գործողությանը։ Ես կա ցուցանիշ, որ աշխարհում 42% մարդկանց համար գնում կատարելու ժամանակ պրիորիտետ համար մեկը խնայելն է։ Լավ։ Այս մարդկային ոնց որ բնավորությունը, այսպես ասած, հանգեցնում է նրան, որ մարդկանց մոտ վարքագիծ ձևավորվի, ապրանքը փորձել ավելի էժան ոնց որ գնել։ Հասկացի՞ր։ Հասկացա։ Հա, սա ու կողքից էլ գալիս են տեխնոլոգիաները, marketplace-ը որ տալիս են գործիքակազմը, վերջնական ձևավորումը showrooming-ի վարքագիծը։ Մենք ինչ ենք ասում, ֆիզիկական խանութերն ասում ենք վերցրու այս գործիքակազմը, թույլ տուր մարդուն, հնարավորություն տուր մարդուն, որպես ինքը առաջարկի իր գինը եւ ստանա։ Միգուցե դու պատրաստ ես այդ չգնա marketplace-ից այդ ապրանքը առնի, on-line-ից առնի, այլ առնի կոմոդից ֆիզիկականից։ Այո։ Կա թյուր տարածված կարծիք, որ մեր մոտ ապրանքների գները, որոնք fashion retail-ում վաճառվում են, չարդարացված են։ Ոչ մեկ հաշվի չի առնում, որ մարդը ոնց որ վարսավճար է տալիս, աշխատակցին տալիս, այն ես հաճախորդեմ, ինձ չի հետաքրում, տալիս է լավ անում։ Ես ուզում եմ էժան առնեմ։ Նայ, ապրանքը կլինի էժան, երբ որ դու կարողանաս մաքսիմալ քանակությամբ ապրանք ծախել։ Մաքսիմալ, հա, այսօր դրանք պաշտոնական թվեր չեն, բայց իմ ոնց որ անձնական հետազոտությունների եւ մնացածի արդյունքում ես փորձել եմ մոտավոր մի թիվ ստանամ, հասկանալու համար թե տարեկան Հայաստանից որքան գումար է դուրս գալի, գնում դեպի արտասահման եւ ապրանքի տեսքով գալիս, որը մաքսազերծման ենթակա չի։
Իմ կարող է սխալվեմ, ես ոչ միտեղից այս ինֆորմացիան չեմ վերցրել, զուտ սուբյեկտիվ հաշվարկների վրա է դրած, հա։ Բայց դա մոտ $1 միլիարդ եւ ավել է տարին։ Հա։ Պատկերացնում ես, կարող լինի, հա։ ու այդ փողը, որը պետք է մնար մեր երկրում ավելացած արժեք ստեղծեր, հա, մեր երկրից դուրս է գալիս։ Դա նենց էլ է դուրս գալի, գիրիկ։ Չէ, բայց բանը, այդ փողը երբ որ մնում աստեղ, այդտեղից հարկ է գոյանում, մեկ։ Ես հասկանում եմ, մենք ավելի շատ ներմուծող երկիր ենք։ Հա, մեկը չի արտադրվելու այդ ապրանքը, ստե, մեկը ներմուծվում է։ Մեկը ներմուծվում է, հա, բայց երբ որ ստեղից ես գնում, դու վճարում ես հարկ, այդ փողը մտնում է երկրի տնտեսության մեջ, պտույտի մեջ է։ Քիչ ուշ է դուրս գալի, մի պտույտ պտտվում է։ Ինչ որ մաս դուրս է գալիս, բայց ինչ որ մաս էլ մնում է քո երկրում շրջանառության մեջ։ Հարկասիր։ Հետաբար երբ որ դու մեծացնում ես ոնց որ ապրանքի վաճառքի ծավալը, ինքը իր հերթին կբերի նաև ոնց որ գնի նվազման։ Կներես, մի հատ արի sense բան հասկանանք, կա 3 կողմ։ Խանութ, գնորդ եւ պետություն։ Հիմա մենք խոսում ենք ինչն է պետության համար լավ։ Դա մի կողմ, օքեյ, ես հասկացա։ Բայց արի հիմա հասկանանք ինչի է գնորդի համար լավ ձեր ստեղծած պլատֆորմը։ Տես, 3 հատ կարևոր ոնց որ բան կա, կրիտերիա կա։ Փող խնայեց։ Երբ որ ինքնենք հենց այդ բանը ստացավ այդ։ Լավ։ Ժամանակ խնայեց, որովհետեւ պետք է ինքը սպասեր բան 2 շաբաթ կամ մի ամիս։ Այո։ Այդ ապրանքը գար, միգուցե գար վնասված, միգուցե գար այն ոճն ապրանքը, որ ինքը սպասում է, ստիպված վերադարձ աներ կամ չաներ։ Այսօր քո շրջապատում հաստատ կլինեն մարդիկ, ովքեր ապրանքներին պատվիրե, իրանց ուզածը չի եղել, կամ պետքա դա ինչ որ մեկին նվիրեն, կամ փորձում են ինչ որ մի ձև վաճառեն։ Հաստատ կան տես մարդիկ։ Լավ, երրորդը հենց այդ պահին վերցնելու բանն է հաճույք։ Okay, վերցրեց էժան եղավ եւ եղավ։ Ես ասեմ, մի հատ կա լուրջ հետազոտություն, որտեղ ասում է, որ կանանց 90%-ի համար տոպրակներով մանգալը գնում կատարածող դա համարվում է գերագույն հաճույք։ Հա, հասկացա։ Տղամարդու մոտ հակառակն է, ինքը երբ որ մի բան առավ, արագ ուզում է տանի դնի մեքենայի մեջ։ Հա։ Որպեսզի մեզ Հա, նաեւ այդ հաճույքն եք պատճառում կանանց դուք։ Հա։ Okay։ Եվ տղամարդկաս մոտ ուրիշ բան կա։ Ահա։ Նայ, մեր մոտ խի է տենց որ մենք ուզում ենք ձերբազատվենք, որովհետև քարանձավից սկսած տղամարդը ինչ արի, ինքը միշտ ոնց պաշտպանողական ֆունկցիա է, հարցակողական ֆունկցիա է, հա։ Իր ձեռքերը պետք է ազատ լինի կամ մաքսիմում ձեռքի մեջ պետք է զենք լինի, որ ինքը չուզենա դրանից ձերբազատվի։ Բայց մատ ուրիշ բան կա տղամարդկանց մոտ։ Տղամարդը երբ որ կատարում է գնում, ինքը ուզում է անմիջապես, կապ չունի դա ինչ է, կիրառի։ Քանի անգամ եղավ որ հակոստի խանութում շորես առը մոտիկ ասելիս կաս ասելիս մտ կտրեք։ Առատնիկը տենց հակած դուզ գա։ Հա, շատ։ Դա կանանց մոտ չես հանդեպի։ Հա։ Հա։ Դա մեր տղամարդկանց մենաշնորհն է։ Լավ է։ Հա։ Կամ ինչ որ մի տեխնիկա ես գնում։ Ես կոֆե ապարատ էի գնել, հանդիպումից ուշանում է։ Բերեցի տուն, միացրեցի, փորձարկեցի, կոֆես խմեցի նոր դուս եկա։ Ես ուզում եմ հենց այդ պահին իրան փորձարկեի։ Հա։ Կինը կարա 3 ամիս հետո դարակը բացի, տենա տոպրակով ինչ որ բան կա դրած, որ ինքը գնել էր։ Հա։ Լավ։ Այդ հաճույքները հենց այդ պահին բավարարվում են։ Այդ բոլոր։ Համոզեցիր։ Հա, այսինքն դա բան է։ Ահա։ Okay, հիմա գանք խանութի շահը։ Խանութի շահը ո՞րն է։ Խանութի շահը բանն է։ Ավելի շատ առևտուր անելն է։ Շոուրում չդառնալն է, ուրիշի համար, չէ՞։ Տիրապետելն է այն դատային, որը տիրապետում են մարքեթփլեյսերը, որպեսզի կարողանա ավելի գրագետ մարքեթինգ անի։ Ինչքան SMS-ներ է ստանում, որ այսինչ խանութում զեղչեր է, շատ է լինում։ Ինչքան ես կարդում։ Չէ, չեմ կարդում։ Անդամ ոչ մեկ չի կարդում։ Դու մտել ես Massimo Dutti խանութ, տեսել ես ինչ որ պիջակ, դուրը տեկել է, այդ պահին նպատակարմեր չես գտե որ գնես։ Ուրիշ բանել էր առե, ոնց որ էդի ոնց որ փող չունի այդ բան։ Հա։ Հա, պարզ։ Չեմ ուզում ասեմ որ դու փող չունես։ Արի կոնկրետ ասենք, փող չկա այդ բան։ Փող չկա այդ բան։ Կամ այդ բանը արդեն կինդ քեզանից առաջ է։ Չէ, շատ է սա։ Շատ է սա։ Այո։ Թողում դուս ես գալի։ Մեկ էլ SMS է ստանում Massimo Dutti-ից, որ մեր մոտ զեղչեր են, համեցեք։ Լավ։ Դու չգիտես քո ուզած ապրանքը այդ պահին կա թե չէ։ Քո ուզած գույնը չափսը կա թե չէ։ Արդյոք այդ զեղչը այդ ապրանքի վրա տարածում էր թե չէ։ Լավ։ Հա։ Ձեր պլատֆորմը Մեր պարագայում գնում է Արաքելյան Գրիգորին ուղիղ notification, որ քո ուզած պիջակը գույնով ազմերով արկա է, կարող ես հենց հիմա առնել տեղում։
Հա, խանութից դուրս իրան առնել ու գնալ խանութից վերցնել։ Գնալ խանութից վերցնել կամ եթե խանութ ունի Օ, delivery-ով բերել հասցնել։ հաստատի կներես դուք բոլոր ֆիզիկական խանութներին ինչ որ առումով սարքում եք on-line խանութ։ Տալիս ենք on-line խանութի հնարավորություն, գործիքակազմ, հա, որովհետև այսօր պատկերացրա բան մեր դիցուկ մեղրու բնակիչ մեր հայրենակիցները ամեն անգամ հնարավորություն չունեն գան մոլից առևտուր անելու ճանապարհի հեռավորության եւ հարց կա, բայց իրանք պետք է ունենան հնարավորություն այդ ամենից օգտվելու։ Կամ քո պարագայում շատ զբաղված ոնց որ գործարար մարդ ես, բայց պետք է ինչ-որ X գնում կատարես։ Ուզում ես գնաս ֆիզիկական խանութում փորձես, բայց դու չգիտես, քշես Երևան մոլ, Դալմա, թե գնաս Ռիո։ Որտեղա կարող նույն խանութից տարբեր տեղում էլ կա, բայց հենց քո ուզած ապրանքը որ խանութում կա, դու դրա մասին ինֆո չունես։ Այո։ Արագ բացեցիր, տեսար քո ուզած ապրանքը կա, ռեզերվ դրեցիր, մոտիկացար, վերցեցիր, դուրս եկար։ Հասկացա։ Կամ ժամանակ չունես, պատվիրեցիր, այսօր բանալ։ Ես այսօր մեր հանդիպումը գալուց առաջ ուզում էի գնայի նոր, այսպես ասած լուք գնայի նոր գայի, ֆիզիկապես չէի կարող, չէի հասցնում։ Ահա։ Ես կանցնեմ, եթե Bidigon հիմա փորձարկած լիներ, ես այդտեղ նոր լուքով կգայի, որտեղ գահացնեի այդ ամեն ինչ անեի։ Հասկացա։ Այսինքն, նայ, այն կանխատեսումը, որ մոլերը արդեն գնում են դեպի անկում, մոլերը փակվելու են։ Աշխարհում մեկ շատ մոլեր փակվում են, մեծ գիգանտ մոլեր փակվում են հենց այդ շոուրումինգի պատճառով։ Ահա։ Եվ կանխատեսում կա, որ մոլերում Այսինքն դուք Հայաստանի վրա չէ թարգետ չեք եղել, դուք ամբողջ աշխարհն եք շուտանում։ Մեր թարգետը աշխարհն է։ Բայց ֆանտաստիկ բան ժողով։ Առաջի օգուտը տանք մեր հայրենիքին, նոր հետո գնանք աշխարհը փրկելու։ Ես գիտեմ արդեն բազմաթիվ խանութներում խանութներ ձեր գործընկերն են դարձել։ Հա, շատ Առանց կանոններ տանք։ Դաժե մոլեր, չէ, ամբողջական մոլեր են ձեր աճը։ Այո, մոլերին շատ է ոնց ասա ձեր տալիս։ Իհարկե, այդ փրկություն է։ Խի, որովհետև մոլի խնդիրը որն է, մոլի խնդիրը տալ տարածք եւ ապահովել տրաֆիկ, որպեսզի այդ խանութները կարողանան վաճառկանան եւ իրենց վարսավճարը վճարեն։ Երբ որ տրաֆիկը պակասում է, առևտուրը ընկնում է, խանութները փակվում են, դուրս են գալիս, կամ մոլը չի կարողանում իր վարսավճարը թանկացնել, որովհետեւ ինչ-ինչ պատճառներով, չգիտեմ, ծախսերն է շատացել եւ այլն, հա։ Մոլին շատ է ձեռնտու, որպեսզի իր մոտ շատ առևտուր տեղ ունենա, իր խանութներն աշխատեն։ Այդ կանխատեսումը տանում է նրան, որ մոլերը ի վերջո դառնալու են շոուրումեր։ Նա ճիշտ հասկանանք, մոլը կամ ֆիզիկական խանութը իր կոնցեպտով չի կարա մահանա։ Հենց այդ ֆիզիկական վայրը, որովհետև դա սոցիալիզացիայի մեծ կետ է։ Ժամանցի մեծ կետ է։ Դու կարող ես ոչ մի գնում չկատարես, բայց ձմռանը քշես մոլ, կաֆե նստես, ինչ որ հանդիպում անես, երեխաներին տանես, Lifestyle-ի մի մասը։ բայց առևտուր չանես։ Դա պետք է բան հասկանալ, էլի։ Բայց շատ հետաքրքիր բան ասեմ, քեզ էլի այդ McKinsey-ից եւ ստատիստիկայից վերցրած ոնց որ տվյալներ են, դες մարդկանց եթե վերցնենք 100 հոգի, որ մտնում են խանութ, մաքսիմում կամ միջինացված դրանք 20 հոգին առևտուր են անում, 24 հոգին պարզապես մտել է ժամանց անցկացնել այդ խանութում, կա 56 հոգի, որը բաժանվում է երկու մասի։ Դրանցից 28-ը չի ճարում են ապրանքը, որը որ ման էր գալիս, 28-ը չի հարմարվում գնի հետ։ Մենք հետազոտությունը ինչ ասում, ասում է, այս 28-ը բաժանվում է երկու մաս, այդ 28-ից 17-ը պատրաստ է սպասի զեղչի։ Եթե 2-ից 3 օրվա ընթացքում զեղչ ստացավ, դրանց 5-ը կառնի։ 11-ը բացարձակ պատրաստ չի սպասի զեղչին, ինքը հենց հիմա է ուզում ստանալ այդ գինը, հա։ Եթե իրանք հենց հիմա ստացան առաջարկ, դրանցից 7-ը հաստատ կառնի։ Պատկերացիր, այս մեր հետևաբար մեր այս գործիքակազմը, որ մենք տալիս ենք խանութին, ստեղծում է հնարավորություն այդ մարդկանց վրա հենց այդ պահին վաճառք անելու։ Մենք ստեղծել ենք մի բան, որը գոհացնում է համ բիզնեսին, համ հաճախորդին։ Դու wish list օգտագործում ես, թե չէ, Գրիգոր ջան։ Չէ։ Ես չէ։ Իսկ բանը քո սննդին միշտ ստանում ես այն նվերները, որ ուզում էիր։ Ոյ, չգիտեմ, հա երևի կամ չէ երևի, չգիտեմ։ Ես մի տեսակ շատ ինքնաբավ մարդ եմ, ինձ թվում է հիմա ես ամեն ինչ ունեմ։ Կամ որ ինչ որ մեկին նվեր ես տանում, համոզված ես, որ քո նվերը ճիշտ նվեր է։ Չէ։
բայց կուզենաս թիրախային նվեր տանես։ Իհարկե։ Դες, այս wish list-ի գաղափարը ինքը հեծանիվ չենք օրել, նորարարություն չի։ Աշխարհում մեկ էլ կա տարածված։ Բայց մերը մի քիչ տարբերվում է, ինչով։ Մեր մոտ դու կարողանում ես սարքել wish list, անձնական եւ հրապարակային։ Անձնականը մենակ դու ես տեսնում, հրապարակայինը կիսում ես քո ընկերների հետ, ընկերները կպտում են, տեսնում են, թե Միրիքորը իր ծննդյան օրվա կապակցությամբ ինչ նվերներ է ուզում ստանա։ Նվերներ ուզում ստանա։ Մի հատ Zara-ից, մի հատ Zigzag-ից, մի հատ, չգիտեմ, Wildberries-ում ինչ-որ մի բան, մի հատ Amazon-ում ինչ-որ մի բան, հա։ Ու իրանք առնում են այն, ինչ որ դու ուզում ես ստանալ։ Հասկացա։ Քո ճաշակը կիսում ես քո նախասիրությունը։ Հետարքիր բան ասեմ քեզ։ Այս wish list-ը ֆիզիկական խանութի համար գեներացնում է 2 նոր տեսակի հաճախորդ։ Հաճախորդ, որ երբեք իր խանութ չէր գնալու, բայց իր անկերոջ համար դա առնում է, տեսնում է, նաև փորձում է ծանոթանալ այդ ոնց որ տեսականո հետ, միգուցե դառնում է նաև իր ոնց որ մյուս լոյալ հաճախորդը։ Հաճախորդ մեր հայրենակիցներ, ովքեր բնակվում են արտասահմանում։ Այսօր մեր օրինակ իմ քույրը մոտ 20 տարի է ընտանիքով բնակվում են Կանադայում։ Մեր երեխաների ծննդի ժամանակ իրանք ոնց որ տարբեր մարքետներից դրսի ինչ որ նվերներ են առնում եւ ուղարկում են։ Այս պարագայում քույրս կտեսնի մեր լուսե նարե wish list-ը, թե ինչ են ուզում երեխաները ստանան նվեր, կառնի այն ինչ որ մեզ պետք էր, եւ կառնի Հայաստանից։ Այո։ Այսինքն մյուս կողմից արտասահմանում բնակվող մեր բարեկամները, որոնք գումար են ծախսում ստեղ ինչ որ մի բան անելու համար, նվեր ուղարկելու համար, այդ գումարը նույնպես կգա ինչ որ ձև կհայտնվի Հայաստանում։ Նաև on-line վճարելու հնարավորություն բնականաբար այո, ամեն չկա։ Իսկն մի հատ էլիկ տալիս ենք հավելյալ գործիքակազմ, որը նպաստել է խանութի վաճառքներին։ Եվ ամենակարևորը է, ամեն ինչի արդյունքում գեներացվում է data։ Այո։ Գեներացվում է data, որ ֆիզիկական խանութը գիտի հենց այս պահին այդ հաճախորդը ինչ աման գալիս, ինչի պահանջմունք ունի։ Եթե կարա ֆիլտրացիա անի, ընտրյաս, եթե այս մարդը օրինակ պատկանում է 27-ից 42 տարեկան խմբին կինա եւ on-line-ում մանա եկել կաթիշիշ, հավանաբար այնտեղ կամ երեխան ծնվել է կամ ծնվելու վրա է։ Հետեւաբար իրան 0-ից 6 ամսական երեխայի բոձին հաստատ պետք է լինելու։ Եթե կաթիշիշը մանա եկել կապուտ գույնի գլխով, ուրեմն տղա է։ Ուրեմն կոնկրետ էս ապրանքը բերան առաջարկեմ հատուկ զեղչով, հատուկ կուպոնով։ Այո։ Այսինքն բիզնեսը նմանատիպ գործիքներ է տիրապետելու, այդ թարգեթինգի ոնց որ գործիքակազմել իր տեսակով մեր ստեղծածը ունիկալ է։ Այս գործիքակազմը ունի marketplace-ը, բայց միայն ծառայեցնում է իր շահիրեն։ Մենք գալիս ենք հակառակ կողմից, սա բացում ենք, տալիս ենք ֆիզիկական խանութներին, որ իրենք կարողանան թիրախային ոնց որ մարքեթինգ իրականացնեն, կարողանան բանը ճիշտ մարքանց ճիշտ ապրանք առաջարկեն, եւ այս կողմից էլ հաճախորդը գոհ մնա, որովհետեւ ինքը շատ ժամանակ չի տիրապետում ինֆորմացիայի։ Գիտես թեմուից խեն շատ առավ դրանում։ Չէ։ Որովհետեւ այնտեղ կան շատ ապրանքներ, մարդիկ չգիտեն դա որտեղից գնան։ Այնինչ մեր Փետակում, Սուրմալույում եւ մնացած այլ կետերում, օրինակ կոմպլեքսում, հա, համ Հոմերում, այդ ապրանքից կա։ Նրանք պարզապես չգիտեն, որ կարան տեղից գնան։ Լավ, օքեյ, փաստացի հիմա դուք այս product-ը սարքել եք, մարտի 1-ին շուկա եք մտնում։ Եվ ինչպես ցանկացած տեխնոլոգիական product, նաև ձեր product-ը կարիք է ունեցել նաև Ինչալոց այսօր նոր ստեղ գալուց առաջ մեր Վահագը ասեց փետրվարի 28, չգիտեմ կատակ էր անում թե չէ, որովհետև ամեն մի օրը բանա, դա պատկերացնում ես ինչքան շատ մեծ ծավալի աշխատանք պետք է կատարես, նախապատրաստական ոնց որ խանութներ ավելացնես, նկարներ եւ այլն, ամեն մի օրը կարևոր է, հետաբար չի բացառում նույնիսկ փետրվարի 28-ին։ Լավ։ Հիմա ես գիտեմ, որ ցանկացած տեխնոլոգիական product, նաև ձեր product-ը կարիք ունի ներդրումային փողի, դա ոնց որ հա առանց դրա չի լինում։ Ու ես գիտեմ նաև, որ մեր ակումբի գործարարներից ընկերներից մեկը նաև ձեր պրոյեկտի խոշոր ներդրողներից մեկն է։ Շնորհակալություն իրեն։ Չգիտեմ, առանց իր համաձայնության անունը չի չենք տա, հա, անունը չենք տա։ Գումարը կարանք ասենք մոտ $200,000 ներդրման մասին է խոսքը եւ ես կուզենայի ոնց որ խոսենք ակումբի եւ քո համագործակցության մասին, որովհետեւ մենք ակումբում ունենք շատ ու շատ նման кейսեր, որոնց մասին լռում ենք ու եթե sense թեմա չի բացվում, առիթ չի բացվում։ Եթե առաջի հարցը տաս ինչա տվեք քեզ ակումբը,
ակումբը ինձ տվել է հնարավորություն այս պրոյեկտը սկսելու։ Որովհետև մեզ պետք էր որոշակի գումար, որ հավաքվեր, որ մենք կարողանանք իրան ստարտ տայինք, ու ակումբի շնորհիվ կարողացանք այդ վերջի կտորը ստանալ եւ բանը սկսել։ Այստեղից հետևություն գործարար ակումբները, մասնավորապես կլուբ կապիտալը, միջավայրը, որտեղ հանդիպում են մարդիկ, ձևավորվում են այնպիսի փոխհարաբերություններ, որը տալիս է վստահություն իրար հետ աշխատելու։ Այո, վստահություն, կապիտալ, ակտիվներ։ Այո։ Այս կողմից էլ ունեք, չէ՞, գործընկերներ ակումբից, այսինքն խանութներ, ռիթեյլում, որոնք էլի մեր ակումբից են եւ դուք ֆրիստայլը ոնց որ իր 8 բրենդով այո կան էլի։ Հետևաբար կլուբ կապիտալը այս առումով ոչ միայն, ասենք, ինքը շատ լավ ընկերներ է ինձ տվել ու ամենահետաքրքիրն է, որ ես ակումբ գալուց չէի ուզում վաճառք անել, իմ պրոդուկտները չէի ցանկանում վաճառել, նույնիսկ չէի խոսում դրա մասին։ Արդյունքում ընթացքում եղել են մարդիկ, ովքեր կապվել են մեր պրոդուկտը, հետո եմ իմացել, որ օգտվում են մեզանից։ Գեր նպատակը հանգստանալն էր։ Լիցքա թափվել առօրյայից։ Այո։ Շփվել մարդկանց հետ նոր էներգիաներով փոխանակվելը։ Ոնց որ ես եկել եմ էներգիայով փոխանակվելու եւ որը ստացել եմ։ Արդյունքում այդ էներգիան ածանցվել է որպես կապիտալ, որպես փող։ Բայց նպատակը չի եղել միշտ ամենալավը դա է աշխատում, երբ որ դու գալիս ես։ Իմ նպատակը չի եղել փող գեներացնել ակումբից, իմ նպատակը եղել է էներգիա տալ եւ էներգիա ստանալ։ Այդ դա արդեն միշտ դրա ածանցյալը լինում է գումարը, որը եւ եղավ։ Այո։ Դե շատ լավ է։ Ես գիտեմ, որ դուք ամեն ձեր աճի փուլում էլի ներդրողների կարիք ունենաք։ Այս մեր բանը մենք ունենք դրսից շատ լուրջ ինվեստորներ, ովքեր պատրաստ են որ շատ լուրջ գումարներ տրամադրել, բայց ոնց որ ուզում են տեսնել, թե սա ոնց է աշխատում։ Դա արդեն valuation ունի, չէ՞։ Հա, ունի։ Ինչքան է գնահատվում հիմա ընկերությունը։ Այսօրվա ներդրողը ինչ գնահատակ կարող $10 միլիոն եւ ավել։ $10 միլիոն։ $10 միլիոն եւ ավել։ Ահա, հաստատի, եթե դուք մտնեք Հայաստանի շուկա ու եւս մի երկրի շուկա մտնեք, կարծում շատ արագ 100 միլիոնի շուկա մարտի 1-ին մեր valuation արդեն կբարձրանա։ Եվս մեկ ամիս հետո երբ որ ինքը աշխատեց ցույց տվեց արդյունքները, միանշանակ էլի ոնց որ աճելու է։ Դες բերս շատ կարևոր բան արձանագրենք։ Հայաստանում հայերի կողմից ստեղծվում է մի հատ product, ունիկալ product, որը իմիջիալոց նաև ունի իր տերմինը, մեր մտածած CBTP հաճախորդի վարկագծի տրանզակցիաների վրա հիմնված ոնց որ պլատֆորմա, որը CRM համակարգերի next level-ն է, որը հավակնություն ունի համաշխարհային մասշտաբի պրոդուկտ դառնալու։ Այսօր ձեր երազանքը ո՞րն է, ո՞ր թիվն է։ Մեր ընկերության կապիտալիզացիան, ասեմ թե չասեմ։ Ասա որ ֆիքս ենք, որովհետև մենք դες մեր մոտեցումը հետևյալն է, Գրիգ ջան, ցանկացած հաշվարկ, որ անում ենք, հասկանում ենք դրա պեսիմիստական թիվը ինչքան է, այդ պեսիմիստական թիվը բաժանում ենք երկուսի եւ դնում ենք մեր բիզնես պլանի մեջ։ Լավ։ Այդ թիվը ո՞րն է հիմա։ Այդ ամենապեսիմիստական հաշվարկը։ Պեսիմիստիկ է, որի մեջ իր համեստ ներդրումն է ունեցել նաեւ կլուբ կապիտալը։ Այդքան էլ համեստ չի։ Նորմալ ներդրում ունեցել։ Եվ իհարկե մենք ակումբով անելու ենք ամեն ինչ, որ այս պրոյեկտը ստացվի։ Սա ուզում ասեմ նա շեշտեմ եւս մեկ անգամ, այն խանութները, այն բիզնեսները, որոնք մեզ միացել են, իրականում, հա, ասենք շատերն ասում են, որ բիզնեսի մեջ էմոցիոնալ մասը չպետք է լինի եւ այլն, բայց իրականում այս ընկերությունները, այս մարդիկ, ովքեր այս փուլում մեզ հավատում են, մեզ միանում են, եւ մենք միասին ենք ոնց որ այդ ճանապարհը հաղթար։ Մենակ մեր ալյանսի մի մասն են կազմում, որ օգնեն մի հայկական ընկերություն, որը դառնա համաշխարհային։ Իդեպ մեր քաղաքականության մեջ գրած է, որ մեր back office-ը միշտ լինելու է Հայաստանում։ Ծրագրավորումը միշտ լինելու է Հայաստանում։ Մենք փորձելու ենք։ Որտեղ է հարկատու լինելու ընկերությունը։ Այդ լավ բան չասի։ Լավ։ Դա իրականում այդ լուրջ խնդրեմ կա։ Մենք շատ կուզենայինք, որ դա լիներ Հայաստանում։ Բայց խնդրեմն ինչումն է կայանում։ Վենչուրային ֆոնդերը, որոնք ֆինանս են տալիս, որպեսզի դու աճես, զարգանաս եւ անես,
ունեն նախապայմաններ, որ այդ ընկերությունը դիցուկ Այո, պետքա լինի կամ Ամերիկայում, Դելավերում կամ Այո. եւ մնացած տեղում, հա։ Բայց մենք ոչ թե խուսափել ենք նրանից, որ տարել ենք հիմա հայկական սիստեմ մեկ ընկերության 100% անոց բաժնետերը Դելավերում գրանցված մեր ուրա ինկորպորեյտիվն է։ Իմիջիալս Գրիքն էլ է մեր մոտ բաժնետեր, համեստորեն հեռում է դրա մասին։ Ես սպասում եմ Երկու բաժնետերով հավաքվել է։ Ես կուզենայի այո, դրա համար երբ որ սկզբում ասացի մեր անունների մասին, այդտեղ անհամեստություն արեցինք, որ միտեղ համեստություն անենք։ Ամփոփելով մենք բոլորս մասնակից ենք նրան, որ հայկական ընկերություն ունենա մեծ հաջողություն։ Եվ այդ հաջողությունը լինելու բոլորինս եւ այդ հաջողության ֆինանսական պատողները բոլորն են քաղելու։ Այո։ Որտեվ մենք ուզում ենք մեր երկրում ապրենք, մեր երկրում արարենք եւ այդ գումարները մեր մոտ ծախսենք։ Աշխարհը կշրջենք, հետարքիր տեղեր կգնանք, բայց միշտ հետ կգան։ Եթե ընկերությունը հասնի այդ valuation-ին, վստահ եմ թիմը, սպասարկող թիմը մի քանի 100 հոգուց մինչև 1000 հոգանոց թիմ է Հայաստանում, ոնց օրինակ մյուս unicorn ընկերություններն են Չէ, Հայաստանում։ երբ որ մենք արդեն լինենք Ամերիկայում, մեր ստեղի staff-ը առնվազն 600-700 հոգի է լինելու։ Այո։ Դե բան չմնաց, կարելի ասել, հա, գնամ աշխատեմ։ պետքա ստարտը տանք, Ուժ ժամա, բայց ստեղից հետո պետքա իջնեմ բան գործ անելու։ բայց ես ուզում եմ մի պահ ֆիքսենք բոլորով, որ կան արդեն խանութներ, որոնց հետ դուք մոտ ներդրել եք ծրագիրը։ Մոտ 200 խանութ, արդեն մեզ 200 մոտ 200 խանութ, արդեն իսկ մեզ ոնց որ համաձայնություն է տվել միանալու։ Կարծում եմ, որ մարտի 1-ի դրությամբ մոտ 110-ը արդեն կաշխատեն, հետո մարտ ամսվա ընթացքում մեր մոտ ոնց է տեխնիկական խնդիրներ ունեք բանում, մի հատ BDGO է, բայց ավտոմատացման սիստեմները տարբեր են։ Միտեղ Adines է, միտեղ HC է, միտեղ Hycel է, միտեղ մեկ այլ համակարգը եւ ոնց որ ինտեգրացիաների ոնց որ արդյունքում ինքը պետք է սկսի աշխատել։ Այո։ Հետևաբար բանը մենք ամեն օր մեր մոտ հաճախորդ հավելանալ, այսինքն մարտի 1-ին մտնում ենք մոտ 100 խանութով, որից հետո ամեն օրվա ընթացքում, այսինքն մեր application օգտագործողները անդադ տեսնեն, որ նոր ավելացան նոր խանութ եւ այլն, հա։ Ընկեր։ Եվ հուսով ենք, որ ինչպես ինչ որ մի բան փնտրելուն ասում են Google-ել, ինչ որ մի բան գնել է, մեր մոտ կլինի BDGO անել։ BDGO անել, այո։ Դե, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել այս մեծ մասշտաբային պրոյեկտի ստարտին, ես կուզենայի նաև այն ռիթեյլի ներկայացուցիչներին, ովքեր ունեն խանութներ, իդեպ սա էլ է շատ կարևոր, միայն հագուստի խանութներին չի վերաբերում, չէ՞ խոսքը։ Չէ, այս բան չենք միացնում սուպերմարկետները դեղատները, բայց եթե կան դեղատներ, որոնք բաց ֆորմատով են, այսինքն այնտեղ բյուտիկեր են վաճառում, կարան միանալ։ Այդ կտորով կարան, ահա։ Մնացած բոլորը կարող են դիմել մեզ։ Բոլոր խանութները, որոնց ապրանքը կարա սպառողը գտնի նաև որևէ marketplace-ում։ Եվ partner-ը չի գտնի։ Կարա պարզապես բանը։ Չնայած տենց ապրանք չկա հիմա որ կան marketplace։ Հա, էլի, այսինքն մարդը մտավ մի բան տեսավ, մեկը պատվիրում է գալիս է։ Նույնիսկ կոճար մարդիկ հիմա պատվիրում են։ Թող կարան կլուբ կապիտալի ոնց որ edge-ին գրեն, կարան comment թողեն։ Եթե կան խանութներ, ովքեր ուզում են միանան այս ծրագրին եւ իրանց բիզնեսը մի քայլով միանգամից տրանսֆորմացնեն ու սարքեն տեխնոլոգիական բիզնես, փաստացի սա ես համարում եմ տեխնոլոգիական տրանսֆորմացիա բառացիորեն մի քայլով։ Մի հատ ինտեգրացիա եղավ, всё այդ բիզնեսը տեխնոլոգիական բիզնես է դառնում, արդեն իր հաճախորդի հետ շփվելով դատայի միջոցով, AI-ի միջոցով, ձեր պլատֆորմի միջոցով ու լրիվ այս քո ասած CRM-ի այն ամենա high level մակարդակը։ Next level։ Այո, next level-ն է։ Այո։ Եվ եթե ուզում եք դառնաք մաս այս պրոյեկտի կարող եք գրել մեզ, մեր ակումբին, մենք կապի կհանենք մեր գործընկերների հետ, իսկ եթե կան գործարաններ, ովքեր ցանկանում են ներդրումով միանալ այս պրոյեկտին, այս փուլում կարծում եմ այս պահին փակա, բայց ցանկացած տեխնոլոգիական ընկերություն իր զարգացման ամեն հաջորդ ռաունդում ունենալու է ներդրողների կարիք, մի սպասեք, որ ընկերությունը դառնա 15 միլիարդ նոր ներդրում արեք, մինչև 15 միլիարդ դառնալը դեռ շատ փուլեր ու էտապներ կան, կարող եք որևէ էտապից գրել, մասնակցել եւ այդ դեպքում կարող եք ինձ գրել եւ ես կկազմակերպեմ առնվազն շփման, հանդիպման, ծանոթության process-ը եւ դրանից բխող բոլոր լավ հետևանքներով։ Դե
այս լավ նոտայով Այո, ավարտենք շնորհակալ մեր դիալոգը։ Գրիգ ջան, ձեր նախաձեռնած, մեր նախաձեռնած գործին հաջողություն։ Այո, ես կարծում եմ, որ հայկական ստարտափները ինչքան մասշտաբանան, մեծանան, դառնան միջազգային ընկերություններ, միլիարդանոց ընկերություններ, այնքան իհարկե շահումը ոչ թե մի անձը, այլ ամբողջ պետությունը, հասարակությունը, բոլորը ցանկացած մարդ դա է կզգա։ Այո։ Հաջողություն եւ Շնորհակալ եմ։ այո, այսօրվա մեր դիալոգը ոչ ստանդարտ ֆորմատով անցավ, կարծում եմ հետաքրքիր էր ու ես կուզենայի, որ նաև մեր գործարարները սկսեին բիզնեսին նայեն նաև տեխնոլոգիական տրանսֆորմացիայի տեսանկյունից, որովհետև եթե չկա տեխնոլոգիական տրանսֆորմացիա, ապա այդ բիզնեսի մրցունակությունը շատ մեծ հարցականի տակ է դրվում։ Զարգացում կամ մահ, միգուցե կոպիտ հնչի, բայց տենց է։ Իսկ այսօր մենք զարգացում ասելով իհարկե հասկանում ենք առաջին հերթին դա տեխնոլոգիական ուղղություն, տեխնոլոգիական տրանսֆորմացիա։ Դե այսօր իմ հյուրն էր Գրիգոր Մակիչյանը, տաղանդավոր մարդ, տաղանդավոր գործարար, լայն մտածող գործարար։ Ես չեմ սիրում, որ ինձ գովում են։ Ես կարամ նույն բանը քո մասին ասեմ։ Շնորհակալ եմ։ Եվ Կլուբ Կապիտալի անդամ, մարդ, ով իր խորհուրդներով, իր տեսակով միշտ մեր ակումբի եւ իմ կողքին է եւ ես էլ փոխադարձաբար իրա եւ Գրիգորի հետ կապված ցանկացած պրոյեկտի կողքին եմ։ Դե հաջողություն եւ կհանդիպենք հաջորդ պատկաստներում։